Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպել է միջուկային էներգիայի հարցերով միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ, քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի վերահսկողության տեխնիկական մանրամասները։ Բանակցությունները նախորդում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլին, որտեղ առևտրային ու տնտեսական խթանները պայմանավորված են անվտանգության խստացմամբ։ Թեհրանը պնդում է, որ իր ծրագրերը խաղաղ բնույթ ունեն։ Վճռորոշ կետերը ներառում են հարստացված նյութերի վերահսկողությունը եւ գործակալության մուտքը Նաթանզ, Ֆորդո եւ Սպահան։ Նույնիսկ աննշան համաձայնությունը կամ ձախողումը կարող է ուղղություն տալ ԱՄՆ-Իրան հարաբերությունների ապագային։ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաները կրկին հանդիպելու են փետրվարի 17-ից 18-ին կենտրոնանալով 4 տարվա պատերազմն ավարտելու, սահմանային հարցերը լուծելու եւ անվտանգության երաշխիքների վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Մեդինսկին կղեկավարի ռուսական պատվիրակությունը, իսկ Կիևի կողմից ներկա կլինեն Ուկրաինայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության տնօրեն Կիրիլո Բուդանովը եւ Ուկրաինայի արտաքին քաղաքականության խորհրդականի օգնական Անդրեյ Գնատովը։ Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովը բացահայտել է տրանսատլանտյան հարաբերություններում առկա տարբերությունները։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպան քաղաքակրթական ճգնաժամի առջև կանգնած չէ, սակայն ընդգծել անհրաժեշտ է ամրապնդել եվրոպական պաշտպանական կարողությունները եւ ռազմավարական ինքնուրույնությունը առանց լիարժեք կախվածության Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Բուդապեշտում։ Կողմերը համաձայնեցրել են քաղաքացիական միջուկային համագործակցության նոր փաթեթ եւ քննարկել Ուկրաինայի շուրջ խաղաղ նախաձեռնությունները։ Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան պատրաստ է հյուրընկալել հնարավոր խաղաղ բանակցությունները։ Նոր համաձայնագիրը կարող է խորացնել էներգետիկ համագործակցությունը եւ մեծացնել Հունգարիայի դերակատարությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության համակարգում։ Վերլուծաբանները նշել են, որ այս քայլը նաև քաղաքական ազդակ է Եվրամիության ներսում Վաշինգտոնի ազդեցության ամրապնդման ուղղությամբ։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն, ԱՄՆ կոնգրեսի անդամների հետ բանակցությունների։ Քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, անվտանգության հարցերը եւ հնարավոր դիվանագիտական վերագործարկման հեռանկարները։ Սա կարող է դառնալ վերջին տարիների ամենանշանակալի խորհրդարանական շփումներից մեկը երկու երկրների միջև։ Փորձագետները չեն բացառում, որ հանդիպումները կբացեն սահմանափակ, բայց գործնական համագործակցության նոր ալիք։ ԱՄՆ իշխանությունները կալանավորել են նավթային տանկեր, որը հեռանում էր Վենեսուելայից, շրջանցելով սահմանափակումները։ Այս քայլը դիտարկում է որպես Վաշինգտոնի կողմից էներգետիկ ճնշման քաղաքականության շարունակություն։ Գործողությունը կարող է սրել հարաբերությունները Կարիբյան տարածաշրջանում եւ առաջացնել պատասխան քայլեր։ Միևնույն ժամանակ այն ազդանշան է այլ երկրների համար խստորեն պահպանելու սահմանափակումները։ Եվրամիության ներսում ակտիվանում են քննարկումները Ռուսաստանի նկատմամբ ռազմավարության վերանայման շուրջ։ Որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս երկխոսության ակտիվացման օգտին, մատնանշելով գործող քաղաքականության արդյունավետության հարցերը։ Քննարկումները կարող են ազդել ապագա պատժամիջոցների քաղաքականության եւ անվտանգության ճարտարապետության վրա։ Միևնույն ժամանակ մի շարք երկրներ շարունակում են պնդել կոշտ գծի պահպանման անհրաժեշտությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ըստ արևմտյան ԶԼՄ-ների հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Իսրայելին Իրանի Իսլամական Հանրապետության բալիստիկ ծրագրի դեմ հնարավոր գործողությունների դեպքում։ Զրույցը տեղի ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս տեղեկության հրապարակումը ուժեղացրել է միջազգային մտահոգությունը։ Դիվանագիտական բանակցությունների ֆոնին նման հայտարարությունները մեծացնում են ռազմական էսկալացիայի ռիսկը Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է փորձարկել նոր սերնդի շարժական փոքր միջուկային ռեակտոր, որը մշակվել է ռազմական կարիքների համար եւ տեղափոխվել է փորձարկման կենտրոն։ Նախագիծը նպատակ ունի ապահովել էներգետիկ անկախություն արտասահմանյան ռազմական բազաների համար եւ բարձրացնել ԱՄՆ ռազմավարական հնարավորությունները։ Փորձագետները նշել են, որ այս զարգացումը կարող է ազդել համաշխարհային ռազմական հավասարակշռության վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է եվրոպական առաջնորդների արտակարգ հանդիպման մասին Փարիզում Ուկրաինայի շուրջ իրավիճակի եւ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության հարցով։ Քննարկումները նպատակ ունեն ձևավորել միասնական ռազմավարություն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության համատեքստում։